այս հռչակագրի մեջ որևէ նման բան չկա, այսինքն գրած։ Ասում է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերը պիտի կոնսորցիում ստեղծեն, որը պիտի սպասարկի Ադրբեջանի շահերը Հայաստանի տարածքում։ Ճանապարհ է ստեղծվում, որից Հայաստանը օգուտներ է ստանում։ Ո՞նց է օգուտ ստանում։ Ինչ օգուտ։ Տրանզիտային ճանապարհներից օգուտներ չեն ստանում պետությունները։ Ինչքան օգուտ է ստանալու Հայաստանը տրանզիտային ճանապարհից։ Չեմ կարող ասել։ Ես հաշվապահ եմ, կարող եմ ասել, դա Երևանի մի բակի նորոք փող է ստանալու։ $1 միլիոն տարեկան ընդամենը։ Ինչպես արեցիք այդ հաշվարկը։ Ինչ։ Ինչպես արեցիք այդ հաշվարկը։ Շատ պարզ։ 1 կիլոմետր 1 տոննա բեռնափոխադրման տրանզիտային վարձը Բաքու Թիֆլիս կապսում Հայաստանի տարածքում 3.5 ցենտ է։ Հաշվեք կրկնակի ավել են Հայաստանին վճարելու, որտեղ դրանց ավել անիմաստ է, այն միշտ ճանապարհով կտանեն։ Կրկնակի ավել։ Հաշվեք 7 ցենտ ամեն տոննան, 7-ը բազմապատկեք 42-ով, հետո բազմապատկեք 1 միլիոնով։ Եվ տեսեք ինչ է լինում, եւ դա էլ բաժանեք մասերի 40%-ը տվեք ամերիկացիներին, 30%-ը 30-ը, տակը մնում է 30%-ը։ Մի հատ տեսեք ինչքան է մնում ծախսերը անելուց հետո, տեսեք տարեկան $1 միլիոն կմնա, թե չէ։